ուրեմն բժշկված մարդը, վերագանքնած մարդը Աստծո պատկերը կվերագանքնե։ Հիսուս ինչ կսե Հովաննու 15:8-ին մեջ, երբ դուք բդուղ բերեք, իմ հայրս պիտի փառավորվի։ Երբ երկնային բդուղները մեր կյանքի մեջ երևին, աշխատանքները հայրը պիտի փառավորվի։ Հովաննես ոսկեպերան գսե Քրիստոս նախ բժշկեց, ապա հրահանգներ դվավ, որովհետև ողորմությունը մարդուն սիրտը կփանա։ Հիսուս ուզեց ողորմություն տալ, որ մարդուն սիրտը բացվի, սիրտը կպատրաստե գսե ճշմարտությունը ընդունելու համար։ Իսկ եթե միայն հրահանգ դրվի, հրահանգը սիրտը կգարձրացնե։ Հետևաբար կարևոր է որ մենք հասկանանք եւ ըմբռնենք, որ եթե հիվանդ եմ, վիրավորված եմ, հուսահատ եմ եւ դժվարություններ ունիմ, Հիսուս չսկսիր քեզի հետ իր հարաբերությունը, հաղորդակցությունը հարցումներ հարցնելով։ Մենք է որ հարցում կհարցնենք։ Հիսուս հարցում հարցնելով չսկսիր, ինք լավ գիտե։ Մենք այս սխալ ոչ հոգևոր գրոնական մոդեցում ունենք, նախքան պահաբիտ տանք, մեծ արժեք կուտանք մեր դալիքին, անորամար շատ հարցում կհարցնենք։ Ինչպես բանկը երբ Թրամփի տա շատ հարցում կհարցնե, այնքան հարցում կհարցնե, որ այլևս տուն վազ անցնից Թրամ առնել են։ Ճիշտ մենք ալ այդպես ենք, այդքան դժվարացուցած ենք Աստծո ողորմությունները ներկայացնելու, որ մարդիկ զզված են այլևս չեն կար, որովհետեւ ողորմություն գտնեն։ Հիսուս սկիզբը հարցում չի հարցներ։ Հիսուս կուքա դալու, ասիգա է իր սերը եւ սիրո հիմը, անգսկսի իր քութով եւ ընդունելությունով։ Նաեւ որ երբ թուն մարդոց հետ իբրև քրիստոնյա մոդեցում ունիս, քութը եւ ընդունելությունը ներշնչված է լա Հիսուսեն, առաջնորդված է լա Հիսուսեն։ Եթե թուն քու փերերը չալգես, միտքդ լեցնես փերերով, ժխտականով, թուն քու ցանկդ ապրելու սիրտ չես ունենալ։ Քանի օքի ունեցեր այդ սկացում, որ ցանցած էր այլևս պայմաններ են, բարականեր են, քանի օքի ունեցեր է, եւ որ թուն այսպես ժխտականով լեցված կաբրիս, ցանկդ իսկ ապրելու սիրտ չես ունենալ, եւ որ ցանկդ ապրելու սիրտ չունիս, ուրիշին հոգը շալգելու կարողություն չես ունենալ արդեն։ Եվ ադոր համար ժողովրդային ոճը գսե, իմ խնդիրս, իմ դերդս ինձի կպավե, չէ՞։ Իմ դերդս ինձի կպավե, հիմա իրեն ալ շալգելու կարողություն չունիմ։ Ասիկա ճիշտ այդ մոդեցումն է, որ ես ժխտականով լեցված կաբրիմ, ժխտականը կգարավարե ինձի, անորոմար այլևս ուրիշին փամը չեմ գնարնել, բայց Աստվածաշունչը լման դարբեր կբացատրե, հայրերու կյանքը լման դարբեր կբացատրե։ Եվ պետք է մենք նույնը որդեգրենք։ Ես միշտ կսեմ, իմ նկարակիրս մինչև այսօր մարդոց պայմանները շալգելու բնավ պատրաստակամություն չունի։ Ես կցկեմ կփախիմ երթամ հոգս չէ ինչ կուզեն թողնան, ասե իմ տեսակետս, բայց Աստծո շնորհքը իմ կյանքիս մեջ լման դարբեր ուղղություն առաջնորդություն կտա։ Ես չեմ փոխվիր, այստեղ նույնն եմ։ Ես դակավին նույնն եմ։ Եթե բամը չունիմ, գնախնդրեմ դեղ մնստիլ, ինձ համար ամենաքեղեցիկ վեքեյշնն է։ Սուրճ մտնել, խմել, Աստծո խոսքով ներշնչվել, բարեկամներս, հովիվները ինձ իսենն է, որ ինչու թուն, այսինքն չես երթար շատ հանգիստի ասորանոր, կսեմ ես ամեն օր արդու հանգիստ կարնեմ։ Գիշերը կբարգի 8 ժամ, 9 ժամ։ Արդու ալ գելեմ, ինչև 11, աղոտքով ժամանակ կարնեմ, դերոջ հետ ժամանակ կանեմ, ամեն օր կհանգչիմ։ Բայց մարդոց համար հանգիստը դարբեր իմաստո, պետք է երթաս ձով լողաս, պետք է լես ծույնը սկինես, պետք է մարդոց համար, կսեմ, ադիգա ինձի համար adventure է, ադիգա ինձի համար հոգնություն է այսին, ես պիտի որոշեմ երթալ ադիգա անել, պիտի հոգնիմ հետո պիտի կամ պիտի հանգչիմ, բայց ինձի համար հանգիստը, որի մեջս գարցանակրոր ես հանգստացա, Աստծո հետ հանդիպումն է։ Հետևաբար, երբ կհանդիպինք Տիրոջ երբ հանդիպինք ինքը հարցեր չի տար։ Երբ Տիրոջ կմոտենաս եւ հարցեր կան, որ կխանգարեն քեզի, մեկոնն է իրենց։ Սե սուդեն ասոնք արկելք են սատանային ընտրված պայմաններս եկած գուզեն ջնշել։ Հիսուս կուզե որ իր արջևը գենաս բարձորեն։ Անգարդահայտվի քու պետքիդ համացայն։
Բայց քու պետքի տամացային արդահայտվելը գրնաս չզգալ, եթե դու աղմուկ ըրածես միշտ ցայները քու մեջ է լրեցուր այդ աղմուկներ ադոր համար Աստվածաշունչը գսե դիրոջ ներգայության մեջ լուր գեցիր հետևաբար Հիսուս ընդունեց Հիսուս սորվեցուց Հիսուս բժշկեց հարցակնություն չրավ չմեղադրեց հոգևոր փեր չտրավ մարդուն վրա գիտեք մենք շատ անգամ հոգևոր փեր գտնենք որովհետեւ մարդը հասկանա Հիսուս չտրավ Այդ բաները մարդկային են, որ մենք պետք է զգուշանանք։ Մարդոց պետք ունենալը բացավ թուրը եւ ողորմությունը արձակեց արքայության զորությունը։ Աստվածաշունչի մեջ աշակերտներուն իրարու հետ հարաբերության մեջ անգամ մենք կտեսնենք Հիսուսի մոդեցումը նույնը կմնա։ Իրենց խրատը գուտա հանդիմանությունը կգնա եւ վերջ։ Անհատական չի մտներ Ըսի ըսավի խորուրդը բադվերը գուտա գագնգալե որ անիգա արնե մարսե այդ ճշմարտությունը եւ փոխե իր կյանքը բայց ինքը կշարունակե իր ընելիքը ամենա դժվար ժամանակներում մեջ երբ իրեն կմերժեին աշակերտները Հիսուսեն ավելի նախանցախնդիր եղան մեկը գրակ պիտի բերեր երկինքեն մյուսը պիտի թատրեցներ արաքելությունը Հիսուսով չէ մինեք դուք չեք գիտեր ինչ հոգի դերեք Հիսուսի մոդեցումը դարբեր է եւ մենք կարեւոր է որթեքրենք այդ մոդեցումը եւ մենք փնավ չարդոնենք որ գրոնական մոդեցում ունենանք ոչ մեզի օգուտ է ոչ մարդոց որ մեր 4 կողմ դրված է անոնց օգուտ է մենք մոդենանք մարդոց գիտնալով որ ով ենք ամեն օր վարժվենք ով ենք մարդիկ պետք ունին արկել չէ որ մարդոց օգնես հիվանդանոց բժիշկ եւ այլն բայց նախքան որևէ մեկ բան անես ցերկը տիր իրենց վրա աղոթե Անցյալ օրը մենք 10 ընթացք մգնեինք դունը աղջիկներս այզոմ գնեն եւ ուրեմն այզոմը ըրած ադենին հասած էին տասիմը որ մեջը բժշկության կերպնական բարգև աշխատցնելու մասին գխոսի եւ բա վերջանալեն իդ պետք է միասին աղոթեինք եւ նայեինք որ Աստված ինչ կշարժե եւ որ աղոթեցինք ես գիտության խոսքարի էմանալ թինանալ իրենքալ գիտության խոսքարին Եվ վերջավորության թինան գիտության խոսքը էմային համար էր, էման դագավին ցավ ուներ, եւ որ ցերկը վրան դրավ եւ միայն առանց աղոթելու, միայն Հիսուսի անունով յետ մղեց, որովհետեւ այդպես սորվեցան, այդպես վարժվեցան, արդեն այն ցավը լման անցավ այդ բահուն դեղվին վրա։ Եվ անգեքիչ մարած ինձի հարցուցած էին, որ մենք աղոթքը ինչպես պետք է աղոթենք, տասին մեջ ալգար, որ աղոթքը ինչպես պետք է աղոթենք Ոչ թե մարդոց զարայածադենից բեք չունինք աղոթելու, միան հրճակելու։ Եվ ճիշտ այդ մեկը ըրին, որովհետև մենք մարդոց աղոթելու ադեն բեք չունինք աղոթ կնել, բեք չունինք Աստծո համոզելու, բեք չունինք աղաչելու։ Ադիգա աղաչելու ժամը չի դուն որ երտաս սենյակդ մդիր, դերոջ հանդիպե, ինչքան գուզես ապաշխարե, ինչքան սխալիդ համար գուզես խոսե, ինչքան նորոգություն գուզես ուզեիր մե, ինչքան գուզես անցդ նվիրե, օծությամբ լեցվիր, դերոջ գամքին մեջ հաստատվե, բայց երբ ծառայությանը լես ընելիքդ աղաչել չէ հիմա։ Հիմա արնե բաժնել է, արերես, պատրաստ ես, գիտես Աստվածաշունչի մեծ ծառայողները ինչպես կծառայեն, այդպես է մարդիկ գծկդին աղոթելու, գիտեք ինչու, որովհետև մարդիկ իրենք կսկան, որ իրավունք չունին առնելու, մարդիկ կսկան, որ մերժված են իրենք, անորոմար կհամոզեն Աստծո։ Եվ որ գիտնաս որ ինք ողորմած է եւ ինքը իրավունքը դվեր է քեզի, պայմանները չես շարժիր, ինք ովը լալեն կշարժիս, բարերդ կփոխվին։ Չես փորձեր համոզել իրեն։ Եթե պիտի փորձեր համոզել, մեկս չէին կրնար առնել։ Ոչ ոք կրնա Աստծո համոզել։ Եվ եթե բնավ Աստված համոզվի, ես իրեն իբրև Աստված կգենամ ճաշտելեն։ Ես գրծա իրեն համոզել։ Ամեն անցած կացած ուրեմն պիտի համոզել։ Ինք համոզումի չսպասեց, ինք արդեն իր որդին գրգեց, ինչպես խոստացած էր սկիզբեն, ինչպես ուխտերը ըրած էր։ Այն օրը, երբ այս նոր ուխտը ընեմ, այլևս փարիկ ընել են, իդ պիտի չքաշվիմ։ Երեմիայի օրերեն այս մեկը խոսած է։ Անոր մեր մտածելակերպը փոխենք։ Մերժենք գրոնական մոդեցումը։ 1.
մերժենք զգացական մոտեցումը, երկու, մերժենք բանջկներով դալու խաղապարը գրոնական է ասիգա, եկեղեցիները ստեղծեցին, հոգևորականները ստեղծեցին, Աստծո Սուրբ Հոգին այդպես չաշխատիր։ Եթե Աստծո Սուրբ Հոգին դալու գործին մեջն ես, չես կրնար թիմացինին գեդերը հաշվել եւ ակնկալել, որ հոսի մեջ է Սուրբ Հոգին։ Չես կրնար ակնկալել։ Որովհետև Սուրբ Հոգին մարդուս մեջ են հոսելու համար պետք ունի մարդուն ներքնաբես դալու փափակին, դալու գեցվածքին, երբ դու ասես մեկ արժանի չէ, երկու արժան չէ, ասրած է, անրած է, մեջդ կոծեցիր արդեն, լեցուն արկել թրիր, ինչու չի գրնար առնել, ինչպես կսպասես, որ առնե, չես կնար, քու գառուցվածքդ այդպես չաշխատիր, Սուրբ Հոգին չաշխատիր, եթե դու որոշում կայացուցած ես, Սուրբ Հոգին փռնի ուժով չաշխատիր, եթե մեկը բամը որոշած է, եւ անգե ետ չի դառնար որևէ բաժինի մեջ, ոչ ամիջապես ուղղակիորեն, դերևս ինքը որոշած է նյութը, այս իր համոզումն է, Սուրբ Հոգին չի բարդատրեր իրեն, մինչև որ ինքը չփոխի իր տեսակետը, անորոմար մենք դվող գեցված պիտի ունենանք, Հիսուս դվող էր, անգախ թիմացինին պայմանները, վստահ է Սուրբ Հոգին, որ եթե ինքը ասոր դվավ ասկան սխալ ունենալով, ուրեմն գուզե դալ որ փոխվի, ոչ թե առանց դալու պիտի սպասե փոխվի, քանի օքեյս է, վստահ է իրեն, ես մարդիկ գիտեմ Սուրբ Հոգին ավելի նախանցախնդիր են անոր սրբության, Սուրբ Հոգին գուզե դալ, ինքը չուզեր դալ, Հովնան մարգարեին մեզ, ես չէի մգիտեր գսե, որ թուն վերջը պիտի ողորմիս իրենց, ուր է խնդիրըդ, գսե, ես գիտեի, որ թու միտքդ պիտ փոխես, պիտի ողորմիս շուտով իրենց, խապեցին քեզի, երևակայ է Հովնան Աստուծո գսե, խապեցին քեզի, ես լայ չէի խապվեր, հիմա ենք Աստուծո խելացի ելավ, մենք հավատացյալներ ունենք այդպես խելացի են, Աստուծո մե ավելի, անոր համար Սուրբ Հոգին օծություն իրենց կյանքի մեջ չես տեսել աշխատի, նայեցեք ամենահեշտ բանը մեր քրիստոնեական գրոնին մեջ որ գա, կյանքի մեջ որ գա, Սուրբ Հոգին հոսանքն է, բայց ամենափարդ բանը դարձած է, որովհետև մարդը իր փարթությամբ կփորձե Սուրբ Հոգին առաջնորդությունը ապրիլ եւ վայելել, եք հրաժարինք այսօր համաձայն, ամեն